Պարոն Ֆերոդյան, նախ Լարսից խոսենք, հաղթահարվեց խնդիրը, լուծվեց եւ ինչպես լուծվեց Ռուսաստանի հետ, արդեն դրանից հետո չենք նմանատիպ իրավիճակի հանդիպի։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, օրենսդրական կամ այսպես ասենք կարգավորումների հետ կապված խնդիրները առայժմ լուծված են։ Այս պահին եղանակային խնդիր կա, բայց եղանակային խնդիրները հաշվի առնելով են, որ ընդհանուր առմամբ էապես ընդլայնվել է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են եւ առանձնապես ազդեցություն չունեն մեր նորմալ առևտրային ռեժիմների վրա։ Պետք է հիշեցնեմ, որ նույնիսկ այս վերջերս եղած խնդրի պատճառով առաջացած կանգառը չի ազդել նրա վրա, որ 2023 թվականին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օր, քան երբևիցե, որովհետև առաջ հիշում եք եղանակային կամ այլ խնդիրներով տարեկան միջինը 30-ից 40 օր Վերին Լարսը փակ է եղել, իսկ այս տարի ընդամենը 3-4 օրը, մի շաբաթ այսպես ասենք, պլյուս 1-2 օրեր եղանակային պայմաններով, այսինքն նույնիսկ այդ իրավիճակում այն աշխատանքը, որը մենք արել ենք նախորդ տարիների ընթացքում, հանգեցրել է նրան, որ այս տարի Վերին Լարսը բաց է եղել առավելագույն թվով օրեր։ Պետք է նաև նշեմ, որ այսօր նոր խոսում ենք Եվրասիական տնտեսական միության հետ առևտուրը անցած տարվա համեմատ աճել է 41%-ով, ինչը բավական բարձր ցուցանիշ է եւ մոտավորապես 5.7 միլիարդ դոլարի է հասել, որը էական բարձր թիվ է։ Ռուսաստանի հետ, պարոն, Ռուսաստանի հետ բոլոր երկրների հետ էլ բավական արագ աճել է, նույնիսկ կարող եմ ասել, որ Ռուսաստանի հետ որպես աճի տոկոս ամենացածրերից մեկն է, եթե ոչ ամենացածրը, այսինքն էապես աճել է Բելարուսի, Ղազախստանի, Qırğızstani, ուղղակի քանի որ տրադիցիոն Ռուսաստանը մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, նույնիսկ փոքր աճը մեծ թիվ է կազմում, բացարձակած։ Հիմա իմ մոտ կա, բայց էլի գուցե 5-6 միլիարդից 5 միլիարդը լինի Ռուսաստանի հետ։ Հիմա եթե բան եք ընդհանուր կլինի թե չի լինի, ապա բնականաբար մենք շատ ենք խոսում հիմա ընկերությունների հետ, նաև հիմա այստեղ առիթը ուզում օգտագործել, պետք է դիվերսիֆիկացնել, այսինքն պետք է այնպես անել, որ ցանկացած ուղղության, ցանկացած երկրի, ցանկացած գործընկերոջ հետ առևտրաշրջանառությունը չգերազանցի օրինակ առևտրի 20%-ը կամ արտահանման 20%-ը։ Այդ պարագայում է, որ կոպիտ ասած բալանսավորված ռիսկային ռիսկեր կլինեն, հակառակ դեպքում այդպես պատկերավոր ասած, եթե դուք ունեք ռեստորան, որը ունի մի հաճախորդ, ապա ինչքան է լավը լինի այդ հաճախորդը, ինքը կարող է մի օր չգա ձեր ռեստորան եւ դուք ուղղակի փակվեք, հա, ուստի պետք է այնպես անել, որ ձեր ռեստորան կան շատ մարդիկ, ցանկալի է տարբեր երկրներից, որովհետեւ դուք կարողանաք վստահ լինել, որ ձեր բիզնեսը մի օրվա մեջ չի փակվի։ Պարոն ՀՀ-ից խոսեցիք, տեղեկություններ ունեք Նիկոլ Փաշինյանը գնալու է այդ նիստին։ Ոչ, տեղեկություններ չունեմ։ Իսկ ինչ է կարծում, պետք է հայկական կողմը մասնակցի այդ ոչ պաշտոնական։ Ես պատասխանատու եմ տնտեսական քաղաքականության համար եւ հենց այդ համատեքստում որքանով է կարեւորում։ Հենց այդ համատեքստում ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր երկրների հետ ձևավորենք գործնական Հայաստանի շահերից բխող քաղաքականություն եւ այդ տեսանկյունից բնականաբար հարաբերությունները գլխավոր առևտրային գործընկերների հետ պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա։ Բայց շեշտում եմ, գործնական եւ Հայաստանի շահերից բխող։ Պարոն նախարար, դուք ասացիք, որ օրենսդրական խնդիրները կարծես թե հարթվել են, ես ճիշտ հասկացած եմ։ Կարգավորումների ես ասում։ Իրենք Ռուսաստանի այդ գերատեսչություններից կոնկրետ այդ օրերին մատնանշում էին ստանդարտների խախտումների հետ կապված խնդիրներ։ Այս խնդիրները լուծվեցին, ճիշտ ենք մենք հասկանում, այդ ստանդարտների հետ կապված խնդիրները տնտեսվարները լուծեցին այս կարճ ժամանակում։ Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այդ խնդիրները հասցեավորված են եւ Հայաստանի արտադրանքը մի գիշերվա մեջ դարձել է աշխարհի ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց մենք ինքներս խստացրել ենք էապես, որը ասենք որից է պարտադիր պայման չէր նախկինում, խստացրել ենք մեր արտահանման նկատմամբ վերահսկողությունը, այսինքն սահմանային հսկողությունը արտահանվող
գյուղմթերքի նկատմամբ եւ շարունակում ենք աշխատանքը ընկերությունների տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաեւ օրենսդրական եւ որակի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կարծում եմ, որ պետք է հիշեցնեմ նաեւ, որ այս տարի մի քանի ամիս առաջ մենք ամբողջությամբ ռեֆորմի ենք ենթարկել որակի ենթակառուցվածքների հետ կապված ամբողջ օրենսդրական փաթեթը, ընդունվել է հավատարմագրման մասին Հայաստանի օրենսդրական փաթեթը նոր մշակմամբ, որը մենք նախ 2 տարվա ընթացքում մշակել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, գերմանական DAX-ի եւ իտալական Acrediaի եւ նաեւ Եվրամիության Twinning TAEX ծրագրերի մասնագետների շուտ նպատակը այն է, որպեսզի Հայաստանի որակի ենթակառուցվածքը համահունչ դառնա եվրոպական 765 դիրեկտիվին եւ նաեւ ԵԱՏՄ համապատասխան կարգավորումներին, որպեսզի հայկական լաբորատորիաների, այսպես կենցաղային բառապաշարով ասեմ, Հայաստանի լաբորատորիաների տված սերտիֆիկատները անցնեն եվրոպական երկրներին։ Հարց պարոն նախարար, այն ապրանքատեսակները, որոնց հետ կապված ռուսական կողմը խնդիրներ էր մատնանշել, դրանք հիմա գնում են, արտանվում են Ռուսաստան, թե դրանք դեռ շտկումների փուլում են։ Տեսեք, այդ գյուղմթերքը ինքը ամեն օր արտադրվող եւ ամեն օր պարզա, որ փոխվել են ներսում նաեւ աշխատելավոճը, աշխատանքային պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտի ապրանքներ արտահայտվեն։ Պարոն նախարար, մի հարց, պարոն նախարար, արդյոք քաղաքական ենթատեքստի վերջո կար ռուսական կողմի այդ մոտեցման պարագայում, որովհետև այդ օրերին հենց կառավարության աշխատակազմի ղեկավարը գրառում էր արել, որը վկայում էր, որ այդ խնդիրը հենց քաղաքական ենթատեքստ ունի, խոսքը Արայիկ Հարությունյանի գրառման մասին է։ Ես չեմ կարող դա այդպես ասել, որ կա քաղաքական ենթատեքստ, իմ համար, ինչպես խոսակցության սկզբում նշեցի, շատ կարևոր է, որպեսզի հայկական ապրանքը լինի այնքան լավ է, որ ունենա հասանելիություն բազմաթիվ շուկաների եւ մենք որոցե կախվածություն չունենանք որոցե երկրի շուկայից, դա վերաբերում է միջալես ոչ միայն արտահանման, այլ նաեւ ներմուծմանը, այնպես որ կարծում եմ նաև մեր եւ ցանկացած երկրի, այդ թվում Ռուսաստանի Դաշնության շահերից ցաբխում, որ մենք ունենանք դիվերսիֆիկացված տնտեսական արժեքներ։ Այսինքն մենք ընդունում ենք, որ մեր մթերքները ամեն դեպքում ստանդարտների չէին համապատասխանում եւ ստացվում է ռուսական կողմը աչք էր փակում դրա վրա։ Տեսեք, ես ինչ եմ ասում, ես կարծում եմ, որ մեր երկրի ապրանքները պետք է լինեն այնպիսի ստանդարտներ, որպեսզի կարողանան վաճառվել ցանկացած երկրի։ Դա կլինի Եվրամիություն, Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ երկրներ, թե նույնիսկ շատ կարևոր է հենց մեր երկրի ներսում սպառման տեսանկյունից, որովհետև առաջինը պետք է մեր քաղաքացիները ուտեն կամ սպառեն որակյալ ապրանքներ։ Շնորհակալություն։